Այսքանը պատասխան դատան։ Քաղաք Երևան, Մարի 18/1 շենք, 32 բնակարան։ Այո։ Լսում եմ, նշված հասցեմ, ովքեր են բնակում ձեր հետ։ Ես եւ մայրս։ Եվ քրոջս երեխաները շաբաթվա մեջ մի քանի օր գալիս են այդտեղ դասից հետո։ Բարի։ Այո։ Բնականաբար դատանը չի հարցում առողջական վիճակի հետ կապված, աստված չանի, որովհետև գիտենք, որ առողջական վիճակը նորմալ է։ Այո, ընտիր։ Բարի։ Ընտանիքի անդամները դուք եւ ձեր մայրն եք, հա, ճիշտ եմ ասում։ Այո, եւ դասերից հետո քրոջս երեխաները շաբաթվա մեջ մի քանի օր գալիս են մեր տուն, որոնցից ամենամեծը ընդամենը 11 տարեկան է։ Մայրը աշխատում է ձեր։ Չէ, երեխաների խնամքով զբաղվում։ Երեխաների խնամքով զբաղվում։ Այլ անձիկ չեն բնակում այդ հասցեում։ Քանի սենյականոց բնակարան։ 3։ 3 սենյակ։ Մի հարցել ձեզ։ Սխալ չընդունեք, հայրը։ Հայրս մահացել է։ Ցավացում։ Փաստաբան Արմենակ Մակեշ։ Մի հարցել ձեզ, այդ ձեր պաշտպանները նաև միջնորդությունը ներկայացնելիս նշեցին, որ եթե դատանը նպատակահարմար գտնի գրավ, նախորդիվ ներկայացնեն մինչև 2 միլիոն դրամ, ներկայումս 2 միլիոն 100,000 դրամի չափով։ Սահմանափակումը այդ առումով ինչու՞մ է կանում, դրամական միջոցների սղության, այսինքն եթե դատանը այնուամենայնիվ նպատակահարմար գտնի այդ նիշը ավելի բարձր սահմանել գրավի, հնարավորություն կունենաք, թե ոչ։ Պարոն Վարդանյան, ձեզ չի ուղղում հարցը։ Մեղադրյալին եմ դրա համար ուղղում հարցը։ Կկազմակերպենք։ Այսինքն դա չի խոչընդոտի, որ եթե դատանը սահմանափակումներ կիրառի նաև ձեր նկատմամբ, գիտեք, որ պարտավոր կլինեք այդ սահմանափակումները պատշաճ կատարել։ Դե ամենախիստ սահմանափակումների ներքո եմ գործում, դեռ կատարում եմ։ Չէ, հիմա իբա ներկայիս մասին չի խոսքը, եթե ասում եմ, դատանը Տեսեք, ես օրինապաշտ քաղաքացի եմ եղել միշտ, նույնիսկ այսպես ասեմ, ինձ միշտ ասել են կոմունիստ, ինչի համար, որ միշտ օրենքները պահող եմ եղել, այնպես որ կարծում եմ այդին վերաբերյալ չի, որ եթե ինչ-որ սահմանափակում դրվի, ես կխախտեմ։ Ցանկանաք հանդես գալ։ Ես։ Այո, թե ոչ։ Որոշումը ասեք, հետո Դա լրություն, այդ հումորը չունեք որևէ բան ավելացնել։ Բարի, նստեք, մեղադրանքի կողմին միջնորդությունը տնամադրվեց, հակիրճ միջնորդություններ ստացաք։ Ձեր դիրքորոշումը կարող եք հայտնել։ Խնդրեմ։ Միկրոֆոնը միացած դրանից էր։ Տեղակալություն պատվարժան դատարան, միջնորդությունը, ինչպես նշեցի, մենք ստացել ենք, քննարկեցինք, հասցրեցինք, քանի որ ժամանակ կար, միջնորդությունը բավականին հակիրճ էր եւ քանի որ պաշտպանական կողմից բազմաթիվ արտահայտողներ եղան, ըստ էության ժամանակ եղավ քննարկելու թե միջնորդությունը, թե նաեւ լսելու պաշտպանական կողմի ներկայացուցիչներին եւ այսպես ներկայացնել մեր դիրքորոշումը պատվարժան դատարան։ Ըստ էության ընդունելի համարելով պաշտպանական կողմի բարձրացված իրավական առումով, բացառապես իրավական առումով բարձրացված նշենք մտահոգությունները կամ հիմնավորումները, պատվարժան դատարան հիմնվելով բացառապես իրավական կատեգորիաների վրա եւ զերծ մնալով այդ հասարակական մյուս հանգամանքներից, որ ինչպես նշվեց, որ սոցիալական ցանցերում 450 հոգի ինչ-որ հավանումներ են տվել կամ մեկնաբանություններ, ըստ էության դրանց վրա չսերվելով եւ բացառապես նորից նշեմ իրավական տիրույթում քննարկելով տվյալ հարցը, պատվարժան դատարան գտնում ենք հետեւյալը. այլընտրանքային խափանման միջոցները ներկա իրավիճակում այս ամբողջ քննարկումների արդյունքում գտնում ենք, որ իզորու են ապահովել
մեղադրյալի այն իրավաչափության ռիսկերը պայմաններ ինչ որ նախանշված են եղել եւ այդ առումով որպես այլընտրանքային խափամիջոցներ պատվաժան դատան առաջարկում ենք հետեւյալը մեղվից բարձրանալով նշեմ բացակայելու արգել գրավի համակցությամբ գրավը չափը թողնում ենք դատանի հայեցողությանը եւ ըստ էության մյուս խափամիջոց այլընտրանքային որը որ դատանը հավանաբար կարծում ենք կիրառի դրա ընտրության հարցը եւս թողնում ենք դատանի հայեցողությանը Միանում եմ գործընկերոջս պատվաժան դատարան տարբերող դիրքորոշում չունի Վարորդի մասնակիցներ դատանը լսելով վարորդի մասնակիցների կարծիքը որոշեց մեղադրյալ Լիդիա Արմենակի Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափան միջոց կալանքը փոխել վերացնել վերջինիս նկատմամբ որպես խափան միջոց կիրառել վարչական հսկողությունը վարչական հսկողություն գրավ 2.500.000 դրամի չափով բացակայելու արգելքը դատանը բնականաբար կհասցրի եւ ասում արմի սահմանափակումների արգելելու մասով գրավի գումարը Վարտավորեք վճարելու դատանի համապատասխան դեպոզիտ հաշվին Երևան քաղաքի առաջնատյան Թարասյան քրեական դատանի դեպոզիտ հաշվին այդ մասին ապացույցը որոշումը ստանալուն պես երրորդաժամկետում ներկայացնելու դատանին վարչական հսկողությունը ուրեմն ձեր նկատմամբ կիրառվի վարչական հսկողության ընթացքում ուրեմն դուք պարտավոր եք շաբաթը մեկ անգամ ներկայանալու պրոբացիայի ձեր տարածքային այսինքն Երևան քաղաքի դուք Երևան քաղաքում եք Երևան քաղաքի քաղաքային մարմնի պրոբացիայի ծառայության շաբաթը մեկ անգամ գրանցվել չփոխել առանց վարորդի իրականացնող մարմնի ձեր բնակության հասցեն առանց վարորդի իրականացնող մարմնի թույլտվության ժամը 21:00-ից մինչև առավոտյան ժամը 9 չբացակայել ձեր բնակության վայրից չշփվել քրեական վարույթով սույն քրեական վարույթով մասնավոր մասնակիցների եւ վկաների հետ շփումները չունենալ բացառությամբ ձեր պաշտպանների բնականաբար նաեւ չշփվել հաղորդակցություն չունենալ նաեւ եւ այցելել մարդաշատ վայրեր բնականաբար վարչական հսկողությունը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կողմից սահմանված էլեկտրոնային միջոցների իրարմամբ, որպեսզի այն պետք է կրեք դուք չվնասեք այն եւ չվնասեք այն որոշումը ստանալու դա նաեւ խափան միջոց կալանքը նաեւ փոփոխելով դուք անմիջապես ազատ եք արձակվում կալանքից այս թողեք ես ասեմ անմիջապես ազատ եք արձակվում դատական նիստերի դալիճից որոշումը ստանալու պես այն կարող եք 10 ժամկետում որոշակել վերականգնիչ քրեական Ճշտով հանգամանք էլի Առաջինը Լիդիան մոռացավ նշել, որ այդ բնակարանի հասցեում նաև հաշվառված են քույրերը, ասեց մայրիկը բաները, բայց բնականաբար երեխաների ենթադրվում է նաև, որ կարող է նաև քույրը կներեք բանից այլ սահմանափակում չկար եւ մարդաշատ վայրերի հետ կապված Լիդիան պաշտպան ես մի անգամից արձագանքեմ Տանային կալանք չենք տվել, որ ասենք այլ անձանց շփում չունենաք։ Հարցը վերաբերում է սույն քրեական վարորդով մասնավոր մասնակիցներին։ Մարդաշատ վայրերի հետ կապված Լիդիան հատուկ խնդրել է, որպեսզի ինքը հնարավորություն ունենա պատարակների մասնակցել եւ եկեղեցի այցելելը չհամարվի մարդաշատ վայր։ Դատարանը այդ բացառությունը որոշման մեջ կներառվի հանգիստ եղեք, համոզված եղեք։ Բարի 10 րոպե չափով դատական նիստը 10-ից 15 րոպե, կնվիճի, հետո կասեմ։